Կամավորությունը լավ հիշողությունների մասին է։ Կամավորությունը ինձ համար ապրելակերպ է, հոգեվիճակ։ Կամավորությունն ինքնաբացահայտում է։ Կամավորությունը ապրելակերպ է։ Ժամանակի, էներգիայի ու սիրո նվիրում, թե ինչ է կամավորությունը կարելի է շատ երկար թվել։ Փոխարենը առանց երկար բարակ մտածելու այս անգամ կամավորներին բնությունն է կանչել իրենց իսկ օրվա շրջանակներում։ Դեկտեմբերի 4-ին կանաչ տեսլական խորագրի ներքո Գյումրու հաղթանակի զբոսայգում իրականացվեցին մաքրության և տարածքի խնամքի աշխատանքներ։ Բնապահպանության զբաղվելը չափից դուրս կարևոր է մեր ներկա օրերին, քանի որ մեր քաղաքը դա մեր տունն է և շատ կարևոր է, որ մենք խնամքով վերաբերվենք մեր միջավայրին։ Ես զբաղվում եմ կամավորությամբ շուրջ կես տարի։ Կամավորությունը ինձ համար դա այն գործընթացն է, երբ որ մենք ներդնում ենք լումա մեր ապագայի համար։ Նախաձեռնությունն իրականացվեց երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության, Հայաստանում Erasmus+ երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնի և Գյումրու համայնքապետարանի հետ համատեղ 17 տարի շարունակ երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը նշում է կամավորների միջազգային օրը, որովհետև դա մեր հիմնական ուղղություններից մեկն է կամավորական մշակույթի խթանումը։ Եվ այս տարվա միջոցառումներում մենք ունենք մի քանի մասից բաղկացած միջոցառումներ։ Առաջինը որոշել ենք սկսել հենց բնապահպանական մաքրության և տարածքի խնամքի աշխատանքներով և գաղափարախոսությունը մեր այսօրվա միջոցառման այն համոզմունքի վրա է հիմնված, որ շրջակա միջավայրի պահպանությունը, մաքրությունը, անվտանգ տարածքը դա հենց ձևավորում է հասարակության մեջ պատասխանատու վերաբերմունք։ Միջոցառման նպատակն էր խթանել կամավորական շարժումը և հզորացնել համայնքային ներգրավվածությունը, պահպանել ու բարելավել շրջակա միջավայրը, զարգացնել բնության հանդեպ հոգածու վերաբերմունքի մշակույթը, հատկապես երիտասարդ սերնդի շրջանում։ Երրորդյա իրականությունում շատ կարևոր է ունենալ մաքուր տարածք, մաքուր քաղաք և մաքուր օդ։ Դրա համար մենք փորձեցինք ինչ-որ մի կերպ մեր փոքրիկ ներդրումն ունենալ մեր քաղաքում կոնե մաքրությունը ապահովելու համար։ Կամավորությունն ինքնին արժեք է, քանի որ ինչպես ասում են, արա մեզ համար, սովորիր քեզ համար, ինձ համար կամավորությունն աշխատում է հենց այդ բանաձևով։ Որոշեցինք, որ քաղաքում պետք է այս հատվածում մաքրություն իրականացնենք մեր կամավորների հետ, եւս մեկ անգամ հիմնական շեշտադրումը անելով կամավորության կարևորությանը ու նաև համայնքի եւ կամավորական աշխատանքի կապի մասին։ Արդեն դեկտեմբերի 5-ին երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը Հայաստանում Erasmus+ երիտասարդություն եւ Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ Գյումրիում անցկացրեց ԵՆԿ տարվա կամավոր մրցանակաբաշխությունը։ Մենք ունենք նաև այս տարի կամավորների դպրոցը 6-ամսյա ծրագիրը, որին միացել էին շուրջ 12 կամավորներ։ Նրանք եւս իր ամբողջ տարվա ընթացքում ակտիվ մասնակցել են տարբեր վերապատրաստումների, նաև կամավորական աշխատանքների, նաև իրականացնելու ենք բնականաբար շնորհակալագրեր, պատվոգրեր ենք իրենց հանձնելու եւ տեղական եւ միջազգային կամավորներին։ Արդեն ավանդական դարձած կամավորների ամենամյա պարգևատրման միջոցառման ժամանակ կամավորներին հանձնվեցին շնորհակալագրեր եւ ավանդական դիտխոսներ 2025 թվականի ընթացքում կազմակերպության ծավալած գործունեության մեջ ունեցած ակտիվ ներգրավվածության եւ կամավորական աշխատանքների իրականացման համար։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանեսյան այսօր։